Ռուսաստանի Կուրսկի մարզից դեպի ուկրաինական Սումի է փորձում ճեղքել պաշտպանական գիծը ռուսական բանակը։ Կիևը հայտնում է, որ Յունակովկայից Սուջա տանող մայրուղին են փորձում վերցնել ռուսները, ծանր մարտեր են այդ ուղղությամբ։ Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսները զգալի կորուստներ են կրում։ Ծանր իրավիճակ է նաև Դոնեցկի հարավում։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե արևելք խմբավորման զինծառայողները ջախջախում են ուկրաինական ստորաբաժանումներին։ Հրթիռային հարվածներ ուկրաինացիների տանկերին, ինքնագնաց հրետանիներին ու զրահապատ մարտական մեքենաներին։ Ռուսների թիրախում են նաև հրամանատարական կետերը։ Մեկ շաբաթում ավելի քան 10,000 ուկրաինացի զինվոր է զոհվել, ըստ Դաշնության ՊՆ-ի, ուկրաինացի 35 զինծառայող էլ վայր է դրել զենքը։ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների գլխին նույնպես ռումբեր են թափվել։ Դաշնության պաշտպանության նախարարությունը չի հերքում, որ բարձր ճշգրտության օդային, ծովային եւ ցամաքային զենքերով մասշտաբային հարվածներ են հասցրել իրենց բառերով թշնամու էներգետիկ ենթակառուցվածքներին։ Բոլոր օբյեկտները խոցել են։ Արյունալի պատերազմի բեռի տակ կորացած Ուկրաինային փորձում է օգնության ձեռք մեկնել Եվրամիությունը, հատկապես երբ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ լվանում է ձեռքերը ու չի պատրաստվում զենք ու փող տալ Զելենսկիի երկրին։ Բրյուսելում հավաքված եվրոպացի առաջնորդները, որոնք պայմանավորվել են վերազինել Եվրոպայի պաշտպանական համակարգը, վստահ են, որ Ուկրաինայում հաջողության հասնելուց հետո Ռուսաստանը գալու է իրենց հետևից։ Rearm Europe ծրագրի համար 800 միլիարդ եվրո է նախատեսում հավաքել Եվրոպան։ Ահա թե ինչու ես այսօր առաջնորդներին ներկայացրի Rearm Europe ծրագիրը, որը Եվրոպային տալիս է այն ռազմական հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են դիմակայելու այսօրվա սպառնալիքներին։ Պաշտպանելով Եվրոպան կպաշտպանենք նաև Ուկրաինան, այս կարգախոսով են առաջնորդվում եվրոպացիները։ Եվրոպական պաշտպանությունն ուժեղացնելու մեր ջանքերը օգուտ կբերեն նաև Ուկրաինային, քանի որ Ուկրաինայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգության հիմքում է։ Այդ ռազմականացումը տեղի է ունենում հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Սա իհարկե կարող է մեզ համար խորը մտահոգվելու առիթ լինել։ Մոսկվան ուշադիր հետևում է եվրոպացիների տեղաշարժերին, զգուշացնում համապատասխան քայլեր ձեռնարկել, եթե Եվրամիությունը շարունակի զինվել։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։